Տիկին Անդրեասյան, դուք ասում եք, որ այս օրենքը մարզային բուհերը փակելու մասին չի, իսկ ես խոսում եմ այն մասին, որ այս օրենքի կիրարկման արդյունքում մարզային բուհերը կփակվեն։ 4000 սահմանային տեղ պահանջը ենթադրում է ենթակառուցվածքների համար ծախսեր, եւ եթե 2001 ուսանող ունեցող բուհը կարող է իր գործունեությունը ծավալել, այդ նշանակում է ինքը 2001 ուսանողի ուսման վարձով հիմնական ֆինանսները ապահովելով, ինքը պետք է 4000 ուսանողի համար ենթակառուցվածքային ծախսեր ունենա ամեն դեպքում։ Ինչի հաշվին կարվի դա, բնականաբար դա կարվի ուսանողների ուսման վարձի ավելացման հաշվին, դա կարվի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի առնվազն չավելացման հաշվին, եւ հետեւաբար մենք այս պարագայում խոսել, եթե մենք համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմի խրախուսման մեխանիզմներ չունենք, համապատասխան կրթության որակը ցածր իջնելու է, եւ արդյոք այդ 4000 սահմանային տեղի պահանջը իսկապես մարզային բուհերը փակելու ենթադրություն չի, ես չեմ ասում միգուցե դուք մտքում չունեք, բայց արդյունքում դրան գալու ենք, մենք այս պահին որևէ մարզում չունենք որևէ բուհ, որ նման քանակությամբ ուսանող ունենա, եւ ինչ է սպասվում մարզային բուհին, դուք ենթադրում եք, որ բոլորը կարող են ի վիճակի լինել գալ մայրաքաղաքում սովորել, դա շատ լավ կլինի, բայց մենք ցավոք սրտի այդ իրավիճակը չունենք եւ այդ հնարավորությունները չունենք, իսկ ինչ մնում է աղջիկների վերաբերյալ ձեր եթե մենք հավասար հնարավորությունների ապահովման մասին մտածում ենք, ապա այո, մենք մտածում ենք ունենալու, որովհետև մենք ունենք այդ կարծրատիպերը, իսկ ձեր ասածից ենթադրվում է, որ այդ կարծրատիպերը չկան, դե եթե կարծրատիպերը չկան, ինչի դեմ էինք այսքան պայքարում, եւ լավ կլինի, որ գենդերային փորձաքննության անցկացվի այս տեսանկյունից այս օրենքի նախագիծը, եւ նոր հասկանանք, դա պետք է թե չէ, եւ եթե կարելի է Լավ, ամեն դեպքում պետք է անդրադառնամ Տիկին Ղազարյան հոգաբարձուների խորհրդի ընդհանրապես կառավարման մարմինների մեջ, այո, ապակուսականացումը շատ կարևոր է, բայց հետաքրքիր մի հայտնեցիք, որ մարդը կուսակցական պատկանելությունից կհրաժարվի եւ կընդգրկվի այդ կազմում, շատ լավ միտք է, այն միտքը, որ մենք անընդհատ ասում ենք, այդ ոնց եղավ, որ ՍԴ նախագահը մի օր առաջ հրաժարվում է, ՍԴ նախագահ դառնում, նախագահը մի օր Avարտվել է ձեր ժամանակը։ Շնորհակալություն։